Ես Բադալյանց Վիոլետան եմ, անկեղծ ասած ձեզ շատ հարցեր ունեի ուղղելու, բայց գրեթե ձեր ելույթներում լսել եմ պատասխանները, ինչի համար շնորհակալ եմ, բայց մի փոքրիկ ելույթ ձեր ժամանակից խնեմ։ Ցավով պետք է արձանագրենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է շատ ծանր վիճակում, լուրջ կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, կասկածի տակ է դրված մեր պետականությունը, ինքնությունը, անկախության հռչակագիրը, գրեթե ամեն օր այս ապիկար իշխանությունների կողմից եկեղեցին հալածվում է, խեղաթյուրվում է մեր հայոց հազարամյա պատմությունը։ Եվ մենք դեռ ամանչելով ենք գնում պանթեոններ, եռաբլուր, և գլխիկոր կմնանք այնքան ժամանակ տղաների առաջ, քանի այս խեղ կատակը, այս կանխամտածված պատերազմի առաջին մեղավորը դեռ ազատության մեջ է և չի պատժվել։ Պարոն նախագահ, ես ձեր ելույթներում լսել եմ, որ դուք մեզ խոստացել եք, հավաստիացրել եք, որ այս Արցախ հանձնածները, հազարավոր տղաների գլուխ կերածները, հազարավոր ընտանիքների ճակատագրեր խեղածները, Եվրոպայով դեպի Թուրքիա գնացողները, կեղծ խաղաղություն բերողները անպատիժ չեն մնալու և անպայման պատժվելու են։ Հունիսի 7-ից հետո մեր արժանապատիվ հայը նրանց տեսնելու է ճաղերի ետևում։ Ես իմ ձայնը ձեզ վստահել եմ թե 98 թվականին, թե 21 թվականին և շարունակաբար վստահելու եմ 26 թվականի հունիսի 7-ին, հավատալով, որ դուք կարողանալու եք երկիրը դուրս բերել այս ծանր, ամոթալի, խայտառակ վիճակից, ինչը արել եք 98 թվականից ի վեր, ուղղակի այն ժամանակ մի տարբերությամբ Արցախը ազատագրված էր, մեր մարտական ոգին ավելի կայուն էր, մեր արժեհամակարգը ավելի կայուն վիճակում էր գտնվում, հիմա շատ ավելի ծանր է լինելու բոլորիս համար, բայց ես վստահ եմ, որ միասին կարող ենք այդ ամեն ինչը անել։ Իմ աղջիկը Իմ աղջիկը 18 տարեկան է, առաջին անգամ է մասնակցելու ընտրությանը և իր ձայնը վստահաբար տալու է ձեզ, հավատ ունենալով, որ ինքը և իր սերնդակիցները ունենալու են որակյալ կրթություն, ապահով և անվտանգ պետություն, բարձր մակարդակի առողջ դիվանագիտական հարաբերություններ այլ երկրների հետ, հզոր բանակ և մեր եռագույնը պատվով ծածանվելու է Մասիսի գագաթին։ Եվ քանի հնարավորություն է ընձեռնվել իմ համաքաղաքացիների հետ այս մասշտաբով հանդիպելու, ես ուղղակի խնդրում եմ ձեզ, ես ուղղակի աղաչում եմ, աշխատեք այն մարդկանց հետ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ովքեր ում են տալու իրենց ձայնը, որովհետև պետք է բացատրել մարդկանց, որ սա անձի, կուսակցության ընտրություն չէ, սա Հայաստանը ունենալու կամ քարտեզից ջնջելու ընտրություն է։ Այս երկու ընտրությունն է։ Ես հարգելի համաքաղաքացիներ, ես չեմ խոսում նիկոլիզմով տառապող հիվանդության մարդկանց հետ, նրանք անբուժելի են, մի վնասեք ձեր առողջությունը, մի խոսեք նման մարդկանց հետ, բայց կան չկողմնորոշված մարդիկ և ընտրության չգնացող մարդիկ, խոսեք, բացատրեք, ասեք, կամ այն մարդիկ, ովքեր մտնելու են ընտրատարածք, վերցնելու են 16 թիվը, հազարավոր տղաների արյունը, Արցախի կորուստը մնալու է նրանց խղճին, ու լավ իմացեք, անպայման պատասխան են տալու։ Ես դավաճանությունը և ուրացումը չի ներվում, արժե թափառական փնթի Նիկոլի համար մտնել Հավիտյան անեծքի տակ, իհարկե չարժե։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն։ Հետարքիր մետք էր, 16 համարի բյուլետենը արյունոտ